Կիառամ Ամառացի ընկերությունը, հաշվի առնելով բազմաթիվ հաճախորդների ցանկությունը, առաջարկում է ֆինանսական աշխարհի ապառիկ պայմանների լավագույն տարբերակները 0%, այո, տարեկան 0% տոկոսադրույքով։ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, մանկաբարձության, գինեկոլոգիայի, պերինատալոգիայի, նորեցիների վերակենդանացման և ինտենսիվ բուժման, վերարտադրողական առողջության, բժշկական գենետիկայի առաջատարը Հայաստանում։ Ողջույն ժողովրդական երգիչ հեռուստանախագծին հետևող հեռուստադիտող, վստահ եմ, որ շաբաթ օրը դիտել եք առաջին 13 մասնակիցների համերգները և լսել եք ժյուրիի մեկնաբանությունները։ Իսկ հիմա եկել է պահը, որ մեր մասնակիցների կարծիքը լսեք յուրաքանչյուրը իր ելույթի մասին։ Լավ էր, մի քիչ հուզվածություն կար, բայց չգիտեմ, իմ կարծիքով երևի լավ երգեցի։ Շուխ մազերու Բնականաբար ավելի լավ էր նվագախմբով երգել այս անգամ, ավելի հավեսով սենց ասեմ, տենց են երգում ու այսքանը, իսկ հիմա շտապում եմ պետքա գնամ քննության։ Իմ սուրբ մատուր ոտքը դեկա ես նորից Ես մի քիչ լավված էի, բայց ժյուրին տրամադրում էր, որ լավ երգեիր։ Նու գոհ եմ իմ կատարումից, որ ասեմ լիարժեք կատարեցի, գերազանց չէ, բայց կիքսեր եղավ իհարկե, բայց կփորձեմ ուղեմ, եթե մնամ նախագծում։ Երգը չի ասա կատարել է, բայց որոշակ առումով կարողացա մատուցել։ Իհարկե ես ինձնից գոհ չեմ, բայց ամեն դեպքում դա արդեն պատճառ չի։ Վարվեն աստղերն ու շողշողան ծաղիկների արցունքի մեջ։ Շատ շնորհակալ եմ երաժիշտներին, իրանք ինձ շատ պատժ կարեցին, օգնեցին շատ բեմի վրա։ Լարվածությունը հենց բեմում հասնում ես արդեն, հենց սկսում ես երգել, ամեն ինչն արդեն ասնում է։ Դուրս գալուց հետո մի քիչ շոկային իրավիճակ էր, ոտքերս դողում էր, չէի հասկանում ինչ է կատարվում, բայց հիմա արդեն հետ եմ գալիս իրականություն, ամեն ինչ լավ է։ Միշտ էլ երբ որ բեմ ես բարձրանում, հուզվում ես, այսօր էլ դա բացառություն չէր, իմ մոտ էլ կար, շատ հաճելի էր, չգիտեմ, այսօր այնքան լավ բաներ ինձ ասեցին, որ ես հիմա շատ ուրախ եմ, շնորհակալ եմ ժյուրիից, շատ։ Եվ իհարկե ընկեր Մխիթարից, որը ինձ ճիշտ երգեցողությունը սովորացրեց եւ ես կարողացա դա հասցնել տեղ։ Անհանգստություն կար, իհարկե, բայց երբ որ երգը արդեն սկսեցի, լրիվ երգի մեջ էի, մոռացել էի, որ մրցույթ է, ուղղակի երգում էի սրտանց ու հոգով, ժյուրի անդամները գոհ էին։ Բարի հայրի հուզվածություն կար մի քիչ, այդ խանգարեց մի քիչ երգելու ժամանակ, բայց ընդհանուր զգացմունքային առումով կարողացա հասցնել իմ կատարումը, նվիրել իմ հայրիկին։ Լիարժեք ես չեմ կատարել այն կատարումը, որ կարող էի, բայց ամեն դեպքում բեմը ինձ չէր խանգարում, լույսերը չէր խանգարում, փորձում էի ինքս ինձ կառավարել, ամեն դեպքում, չգիտեմ, ես կարող էի ավելի լավ երգել, բայց այսօր, չգիտեմ, Կրծքից սեղմած վարդում է խագնազ, նազենաս Այս երգը ես որ ընտրում էի, ամեն փորձի գալուց ինչ-որ հիասթափություն էի ապրում Ընկեր Մխիթարը ասում էր չէ, Մխիթարում էր էլի սենց ասեմ, միշտ ասում էր չէ, լավ կլինի երգի, այս տոնից երգին շատ երգեր փորձեցինք տատանումների շնորհիվ, ընկերների շնորհիվ հաղթարեցի այդ հոգեվիճակը, այսօր երգեցի եւ դարձավ իմ ամենասիրած երգերից մեկը, եթե մնամ նախագծում
Հուսով ենք ավելի բարձրաճաշակ, ավելի լավ երգեր կլսեք ինձանից, հուսով եմ լավ կստացվի։ Այսօր իսկապես հուզմունք չէի նկատում իմ մոտ, բեմի վրա ազատ էի զգում ինձ թվում է երգս կատարեցի լավ, ժյուրիի 4 անդամներն էլ գոհ էին իմ երգի կատարումից, շնորհակալ եմ նրանց, նաև մեծ բարապողներին, Ընկեր Մխիթարին, Ընկեր Արտեմին եւ բոլոր անձնակազմին, ովքեր մեզ հետ աշխատում են, շնորհակալ եմ։ Սկզբում անվստահ է երգում, ճիշտ նկատեց ժյուրին, երկրորդ տան մեջ արդեն զգում էի ամբողջովին երգը եւ շատ ուրախ տրամադրություն է ստեղծել հարսանեկան։ Շատ հաճելի մթնոլորտ էր ներսում, ճիշտ է շատ հուզված եմ, դե դա բնական է, բոլոր մասնակիցներն էլ հուզվում են, հուսով եմ վերջի լավ կլինի, չգիտեմ։ Հիմա ժյուրին շատ բարդ որոշում է սպասում։ Ընտրել այս 13 հոգուց ընդամենը 6 կամ 7 լավագույններին։ Այս մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ օրագրում։ Հիմա հերթը երկրորդ խմբինն է, երգի ընտրություն համեմված մասնակիցների մեկնաբանություններով։ Բարև ձեզ։ Երեխեք ջան, շնորհավորում եմ բոլորիդ։ Դուք բավականին երկար ճանապարհ անցաք, բավականին դժվար փուլեր հաղթահարեցիք եւ այսօր արդեն այսպես վերջնական մի շատ կարևոր համերգ պետք է երգեք, որը որ շատ պատասխանատու համերգ պետք է լինի ձեզ համար եւ որոշիչ։ Խնդրանքս ձեզ բոլորիդ, որ սառը նայեք այս ամեն ինչին, հիմա անցնեք, չանցնեք, դուք բոլորդ արդեն լավ երգում եք։ Եվ ուղղակի այստեղ պետք է ընտրվի ամենալավագույնը, ամենապատրաստը եւ ամենահարմարը այս նախագծին։ Այսօր պետք է ընտրենք երգերը, նորից պետք է ձեր ցանկությունը անպայման հաշվի առնենք։ Մելինե Խաչատրյան։ Ես ինչի ես թղթերով եկել։ Ուղղակի երկու տողը հիշելու համար։ Բոլորը ուրախ են, ընտանիքում բոլորը ամեն վարքյան սպասում են, թե ինչ նորություն կա, ամեն զանգով հարցնում են ինչ եղավ, ինչ չեղավ, ինչ արեցիք այսօր, ինչ չարեցիք, հաց կերել ես, չես կերել։ Շատ ուրախ են, ճիշտն ասած մարզով, ոչ թե ընտանիքով, մարզով սպասում, Սյունիքի մարզով, ամբողջը սպասում են իմ նորություններին, իմ հաջողություններին։ Գիտես հարմարա։ Վահե Պողոսյան, ինչ ես որոշել երգես, Վահե։ Սիրո աղոթք։ Սիրո աղոթք, փորձի։ Շապաղտալով, լաջի թանկած սիրունի խաչի։ Լավ, ուրեմն կվերցնենք այս երգը։ Լավն է, երգին դուրը գալիս է, ամենակարևորը է դա։ Վարդուհի Գրիգորյան։ Մի պախրատեսա կատնա։ Աշուղաշոտի պախրան պետք է ընտրեի, ուղղակի ռիթմիկ պատկերի համար չստացվեց, համաձայնության չեկան, պետք է մի քիչ ավելի չափի մեջ երգվեր երգը։ Ուրիշ ինչ-որ բան պատրաստել ես, որ ուզում ես երգ։ Թարլան։ Թարլանից էլ եմ գոհ, դժգոհ չեմ։ Տանը երգը շատ հավանեցին, հենց սկզբից ասեցին հենց այդ էլ պետքա երգեիր։ Մովսիսյան Արամ։ Արամ, ինչ ես երգելու։ Կուզես լինիմ, հա, փորձի։ Կուզես լինիմ վշտից հողեր։ Առաջին խմբի ելույթը տեսա ու ամենակարևորը, որ չհուզվես ու կատարես ոնց կարում ես կատարես։ Ու լավ կլինի այդ դեպքում։ Ես ընտրել եմ Օտարամայի ճամփեքի վրա այդ երգը, ամենայն լրջությամբ պատրաստվում եմ, որ ներկայանամ։
Շուշանիկ։ Նախագիծ մտնելուց առաջ ամեն ինչ տենց իրահունով էր ընթանում, բայց ինչ մտել եմ նախագիծ, ամեն ինչ խառնվել է իր, ժամանակս չի հերիքում ոչ մի դասի։ Սրատնավա ձենդ քաղցրունիս։ Ձենդ քաղցրունիս, փորձի։ Ձենդ քաղցրունիս։ Փորձել եմ 3 երգ, Սրատնավայի ձենդ քաղցրունիս, Սարվորի երգը ու Էլիսայատնովայի Չկակիզի նման։ Երևի Սարվորի երգը ավելի հարմար։ Սկզբից չէի հավանել, բայց հիմա արդեն ամեն ինչ նորմալ է։ Երգը շատ եմ սիրում, հուսով եմ կկատարեմ այն ձև, որ ժյուրին էլ կհավանի։ Աննա Պապիկյան։ Նախընտրական փուլերից հետո, որ պիտի գայինք, որ մտել էինք արդեն 26-ի կազմի մեջ, բաժանել էին մեզ 13 խմբերի, պիտի առաջին օրը ընտրեինք երգերը, ես ճիշտն ասած շատ չենք երգեր չի եղել, որ կամուկացի մեջ լինեն, որ ընտրեն, որը չէ, մի անգամից այս երգն ենք ընտրել։ Ռիթմիկ մասը։ Լավ արես հարմար ես երգը։ Սիրանուշ Աղաբեկյան։ 3 Լավ, ուրիշ մի բան։ Չէ, չէ։ Չէ։ Լսի մի հատ, լսի։ Աչքդ խումարում քդ կամար անուր սրգրիկ Այնքան վատ է, որ երկը սխալ գիտեք ու դիուղեք, ռեֆլեքսով գնալու եք, համերգի օրն էլ եք սխալ երկելով, բայց այս երկը ավելի լավ է։ Բայց ավելի հարմար է, հա, 3-ը այդքան էլ հարմար չի։ Փոքր ինչ վատառող չեմ, բայց հուսով եմ դա չի խանգարի համերգին լավ ներկայանալու։ Դեռ կան շտկումներ երգի հետ կապված։ Հուսով եմ լավ կներկայանամ։ Տաթևիկ Սարգսյան, Ասատրյան ներողություն։ Երբ խանդում ես ինձ։ Երգի։ Երգի։ Ռաս։ Երգի։ Ժպտում եմ քեզ, ժպտում եմ։ Արդեն չի կարող ստեղ երգի։ Ուրեմն քո դիապազոնը շատ փոքր է։ Դու պիտի ունես երգեր ընտրես, որ իր դիապազոնը համ փոքր է, համ իր ձայնը դեռ վերջնական կանոնավորված չի։ Մի 4-5 երգ պատկերացրեք փորձել ենք, երգը չենք կարողանում կողմնորոշվենք, որովհետև բարդ երգեր էի ասում ու ասենք եթե այս փուլին բարդ երգեր երգենք, հետագայում երգելու բան չենք ունենա ու ասենք ընկեր Մխիթարը ճիշտ է ասում, ավելի լավ հեշտ երգերից սկսենք, որ հետագայում ցույց տալու բան ունենանք։ Ուրիշ մի բան։ Ամեն երեկո ամենալավը։ Ֆիզիկապես չէ, երկում է երկը, բայց իր երկը չի, խարակտերը ճիշտ չի։ Այդ երկու երկն հարմար չի։ Քեզ յանքամ կյանքիդ մադակ սիրանի բա, այս երեկո իջու դու իմ սարդիտնի բա, չէ որ Դա սարդիթն ամանուր, սեր ես տվել էլի սիրուտ կարոտում։ Եղացների մեջ իհարկե, ես ավելի հարմար է։ Ուղղակի ռիթմիկ այս պատկերը լավ ճիշտ պահելով, հա? Բայց հարմար էր երգը։ Տաթևիկ Սարգսյան։
Այ ինչ կուզես երգես Տաթևիկ։ Մի քանի տարբերակ այսպես խոսենք, հետո ես կորոշեմ ինչ պետք է երգես։ Ուրիշ մի բան։ Ուրեմն աշուխշերան վարձանեցի։ Վարձանեցի։ Նորմալ է, երգը լավն է, սրտովս է, մնում է կարողանամ այս պարագայում նորմալ հանդես գամ։ Երգը բարդություն մի փոքր ունի, բայց կաշխատեմ ներկայացնել ոնց որ պահանջվում է։ Ամենակարևորը սրտովս է երգը։ Կարեն Մադոյան։ Ուրիշ զբաղմունք ուրիշ գործունեություն չունեմ, հիմա ավելի շատ կենտրոնացել եմ նախագծին, ավելի ուժ ես ուզում եմ ներդնեմ նախագծին։ Ընտրել եմ երկու երգ, մեկը Գույրիմ Նազելի, մեկը Գալիս եմ դուրդ, նրանց ստացվեց, որ երկրորդ երգս գալիս եմ դուրդ Շերամի երգասանկից, տենց հիմա այդ երգի վրա եմ աշխատում։ Արթուր Բախշյան, ինչ ես երգելու։ Աշուղաշոտ, Զանգեզուրի բարիցանոտ, Սայաթ Նովա, առանցքի Զինշկոնի։ Մինչ նախագիծը սկսել է, ես սովորել և ավարտել եմ Երևանի Կոմիտասիոն պետական կոնսերվատորիան։ Այս տարի ավարտել եմ և զուգատիպեց ավարտելուն հետ մեկտեղ սկսվեց նախագծի այս փուլը։ Կարելի ասել ժամանակս ահագին ազատվեց։ Ուրիշ մի բան։ Սայաթ Նովա, առանցքի Զինշկոնի։ Առանցքի Զինշկոնի Սոյբատն ու սազը Առանցքի Զինշկոնի Սոյբատն ու սազը Մե բաղմանչին երկու բաղին ինչ անեն Հեյվանդ կուզե թազա տնգին Լավ Նոր որոշել ենք, որ պետք է Զանգեզուրի բարիցանոտ երգեմ Աշուղաշոտի, որովհետև ավելի իմ տեմբրին համաձայն է և ավելի լավ է ստացվում իմ մոտ։ Պետրոսյան Պետրոս։ Չիս ասում եմ երկես համայի։ Չիս ասում թե լացի սելի, բարով տեսա իմ սիրեկան։ Կար տարբերակներ, ուղղակի որ ես երգը էլի էր երգվել, ես հարցրեցի, տեսնեի կթողնեմ, որ էլի երգեմ, չիս ասում Սայաթ Նովայի, կային տարբերակներ, մեջս կյանք չմնաց, մայրս փոքրիկ, մայրս խեղճ, նման երգեր կային, բայց որոշեցինք այս տարբերակը, փորձենք այս երգը երգել են այս անգամ։ Մի հատ էլ ուրիշ բան փորձենք, մնաք սրա Մոնիկա Նազարյանը։ Երկու տարբերակից ընտրեցինք Շերամի Նազաղչիկ երգը, սկզբից մտածում էինք օջախում, թե այս երգը, երկուսն էլ իմ ամենասիրելի երգերից է, բայց երկուսն էլ փորձելուց հետո սա ընտրեցինք, որտեղ սա թե ռիթմով է, թե քաղցր երգ է։ Շերամի բոլոր երգերը քաղցր են, մի խոսքով շատ եմ սիրում այս երգը, դրա համար այս ընտրեցինք։ Շատ մի ձգի, հա, մի քիչ ավելի։ Այս հյուրընկալ օջախում ազնիվ սարդի Լավ, ուրիշ մի բան։ Նազաղչիկ Հալվեց սարերի Բարիթմը, ռաս Հալվեց սարերի ձյունը Խալենիտ վուրվան
Լավ, նազ աղջիկ։ Ժողովրդական երգիչ հեռուստանախագծի մասնակիցները շատ ընկերասեր են, շատ հաշտ ու համերաշխ միմյանց հանդեպ։ Կարծես մրցակցություն չլինի, բայց ես չգիտեմ որքան դա կտևի։ Համենայն դեպս հաջորդ օրագրում ես ձեզ խոստանում եմ էլ ավելի մտերիմ ծանոթացնել ձեզ նրանց հետ։ Իսկ այսօր այսքանը։ Մենք հանդիպում ենք այսօր ժամը 20:10-ին, որովհետև դուք պետք է դիտեք արդյունքների ամփոփումը։ Առայժմ։ Կիարամ ամառացի ընկերությունը, հաշվի առնելով բազմաթիվ հաճախորդների ցանկությունը, առաջարկում է ֆինանսական աշխարհի ապառիկ պայմանների լավագույն տարբերակները 0%, այո, տարեկան 0% տոկոսադրույքով։ Ասեղնաբուժություն, ֆիթո եւ հոմեոպաթիա, 4D սոնոգրաֆիա եւ գունավոր դոպլերոգրաֆիա։ Լավագույնը կանանց համար։